Շնորհակալություն Տիկին Կայան, դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը հասարակ մարդ է, բայց նա առաջին հերթին պաշտոնատար անձ է, հետո նոր հասարակ մարդ, իսկ Սահմանադրությունը ասում է, որ պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչի համար լիազորված է օրենքով։ Խնդրում եմ հստակեցնել, որ օրենքով է վարչապետը լիազորվում, այսպես կոչված բարենալոգիոն եկեղեցին, եւ այս պահին իրավապաշտպանների տվյալներով 12 հոգեվորական գտնվում է քրեական հետապնդման մեջ, 4-ը կալանքի, 1-ը տնային կալանքի, 7-ի նկատմամբ երիքի արգելք կա։ Սա նախադեպ իրավիճակ չէ անկախ Հայաստանի պատմության մեջ, հաշվի առնելով, որ հետապնդվողներից 10 եպիսկոպոսներ են, չեք համարում արդեն ինստիտուցիոնալ ճնշում եկեղեցու նկատմամբ, ոչ թե անհատական քրեական գործեր։ Շնորհակալություն, հարցը հնչել է, ես պատասխանել եմ։ Նաև եպիսկոպոսների հարցը։ Հարցը հնչել է, ես պատասխանել եմ։ Ինչ տարբերություն երկի եպիսկոպոսը, եթե հանցագործության մեջ է անձը մեղադրվում։ Ինչ տարբերություն երկչուհի է, չգիտեմ, բժիշկ է, թե եպիսկոպոս է։